Բարև ձեզ։ Նոյեմբերի 26-ից 27-ը Բիշկեկում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը Ղրղըզստանի նախագահ Ժապարովի նախագահությամբ։ Սա այսօրվա զրույցի հիմնական թեման կլինի, բայց մինչ հիմնական թեմային անցնելը ավանդական խնդրանքս դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ եթե բաժանորդագրվեք, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Անցնենք օրվա թեմային եւ սկսենք մեզ հետաքրքրող մասից։ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում անցկացված հերթական միջոցառմանը։ Այդուհանդերձ Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Սա այս պահին ունեցած վիճակն է, որից այն կողմ Հայաստանը գոնե այժմ կարծես դեռ մտադիր չէ գնալ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության օրակարգում այս պահին դրված չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Լսենք նրան։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ ՀԱՊԿ-ից Հայաստանի օտարանալու դե-ֆակտո գործընթացին շատերը ծանոթ եք, հիշում եք սահմանային իրավիճակը, Հայաստանի տարածքների վրա հարձակումը, ՀԱՊԿ-ից արձագանքը, ավելի շուտ գուցե արձագանքի բացակայությունը, իսկ ՀԱՊԿ-ից օտարանալու դե-յուրե գործընթացի մեկնարկը Փաշինյանը տվել է 2024 թվականի փետրվարին, հայտարարելով, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը այս կառույցին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցել ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին եւ չի վճարում անդամավճարը։ Կարծես ամեն ինչ նորմալ է, բայց թեմային միջամտեց Ալեն Սիմոնյանը բավական կտրուկ եւ այս իրավիճակին կարծես չհամապատասխանող հայտարարությամբ։ Ճեպազրույցի ընթացքում նոյեմբերի 26-ին արձագանքելով հարցին, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը նշել է. «Փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողնենք մեր քաղաքական նպատակահարմարության վրա։ Այստեղ թվում է տեղին կլիներ հռետորական հարց հնչեցնել. հիմա դուրս ենք եկել, թե դուրս չենք եկել, բայց չեմ հարցնի, վստահ եմ մոտ օրերս Մոսկվայից ուղղակի կամ անուղղակի կլսենք այս հարցը։ Պատասխանն անշուշտ Մոսկվայում գիտեն, բայց դժվար թե Զախարովան դիմանա Սիմոնյանին հերթական անգամ խայթելու գայթակղությանը։ Սիմոնյանն էլ ըստ էության չի զլանա պատասխանել։ Այնպես որ սպասենք, բայց սա հարցի միայն արտաքին շերտն է»։ Հակառակ ՀԱՊԿ-ի հետ կապված ոչ հաճելի թեմաներին Մոսկվան չի շտապում Հայաստանի գլխին շանթ ու կրակ թափել։ Եվ դա հակառակ նրան, որ հայրենական հայկական ընդդիմությունն ու անկախ, այսպես ասենք, վերլուծաբաններից շատերը բաց կամ փակ տեքստով ուղղակի հուշում ու խնդրում են Մոսկվային լկտիացած Երևանին իր տեղը ցույց տալ։ Փոխարենը այ քեզ զարմանք Մոսկվայից հայտարարում են, թե Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային երթուղու բացումը ստեղծում է լոգիստիկ նոր եւ լրացուցիչ հնարավորություններ բեռնափոխադրումների համար։ Այս մասին հայտարարել է ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, անդրադառնալով երկաթուղային կապի վերականգնման եւ զարգացման հեռանկարին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Ըստ պաշտոնյայի այս նախաձեռնությունն արդեն անցել է գործնական փուլ։ Պավլովը, նույն ինքը ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, տեղեկացրել է, որ հաջողությամբ իրականացվել է առաջին փորձնական թեստային փոխադրումը, խոսքը ըստ երևույթին հայտնի ցորենի պատմությանն է վերաբերում, ինչը թույլ է տվել գնահատել երթուղու կենսունակությունը։ Ներկայումս աշխատանքները շարունակվում են կազմակերպչական, տեխնիկական հարցերի շուրջ։ Մասնավորապես որոշվում է, թե կոնկրետ ինչ տիպի բեռներ կարող են տեղափոխվել այս երթուղով, ներառելով առևտրային գործունեության 3 հիմնական բաղադրիչները՝ արտահանումը, ներմուծումը եւ տարանցիկ (տրանզիտ փոխադրումները)։ Ակնհայտ է, որ այս դեպքում խոսքն արդեն միայն ցորենի մասին չէ։
Ըստ երևույթին պատահական, բայց խորհրդանշական համընկնում ունեցանք այս թեմայի հետ կապված։ Մոսկվային գրեթե զուգահեռ երկաթուղիների վերաբերյալ մեկ այլ հայտարարություն հնչեց Թեհրանից։ Այո, Թեհրանից Իրանը դիտարկում է երկաթուղով Հայաստան ապրանքներ տեղափոխելու հնարավորությունը։ Ենթադրյալ ճանապարհը, ըստ Թեհրանից հնչած հայտարարության, կանցնի Նախիջևանով։ Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքարին։ Սա արդեն ավելի հետաքրքիր է։ Նախկինում Իրանը Հայաստանի հետ երկաթուղային կապ չի ունեցել, այսինքն լինելու է ինչ-որ նոր բան մեր տարածաշրջանում։ Փաստորեն տարածաշրջանում երկու ուժերը, որոնք ենթադրում էինք պետք է դեմ լինեին Հայաստանի ապաշրջափակման Փաշինյանի պլանին, պարզվում է ոչ միայն այնքան էլ դեմ չեն, այլ փորձելու են լինել այդ ծրագրի մասնակիցն ու շահառուն։ Ի դեպ, քիչ առաջանցնելով կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը շատ հնարավոր է առնվազն կփորձի Հայաստանի տարածքով նաև դեպի Թուրքիա երկաթգծային ելք ունենալ, բայց դա, ինչպես ասում են, ավելի մեծ թեմա է և հավանաբար դա կկարողանանք տեսնել ու քննարկել ապագայում։ Իսկ մեզանում շատերը անսասան հավատով սպասում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում հարցերը կարգավորելուց հետո կգա ու ձեռքը կառնի Թրամփի ուղին, իսկ Թրամփին կքշի օվկիանոսից այն կողմ։ Մոռանում ենք մի փոքրիկ մանրուք. Ռուսաստանն այս պահին Ուկրաինայի հարցերի շուրջ բանակցում է հենց նույն Թրամփի հետ։ Այնպես որ սպասենք այս զարգացումների հետագա ընթացքին, դեռ չեմ շտապի ասել արդյունքներին։ Դրանց մասին կխոսենք առաջիկայում, իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։